Հովհաննես Թումանյանը հասարակական գործունեություն է ծավալել։ Գաղթական փոքրիկներին որբանոցներում տեղավորելուց բացի Թումանյանն ու մանկատների աշխատակիցներն ակտիվորեն զբաղվում էին նաև որբերի որդեգրման հարցերով։ Երկրում սով էր ու աղքատություն, սակայն շատ ընտանիքներ միևնույն է, որդեգրում էին գաղթական երեխաներին։ Այդ երեխաների մեջ էր նաև խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Կարեն Դեմիրճյանի մայրը Լուսնթագը, սերված Վանի երևելի ընտանիքներից մեկից։ Լուսնթագի ողջ ընտանիքին սպանել էին իր աչքի առջև, փրկվել էին միայն ինքն ու քույրը։ Արդեն մանկատանը Լուսնթագը կորցրեց նաև քրոջը։ Նրա համար ծնող դարձավ Թումանյանը, ընտանիք, բանաստեղծի կինն ու երեխաները։ 10 երեխաների հետ Թումանյանը պահեց նաև Լուսնթագին և հետագա ողջ կյանքի ընթացքում որպես ամենալուսավոր ու պայծառ հուշ մնաց Թումանյանը։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր Facebook-յան և YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաղորդումները։